Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Երվանդ Բոզոյանը։ Բարև ձեզ, պարոն Բոզոյան, բավականին երկար ընդմիջումից հետո մենք նորից հանդիպեցինք, հույս ունեմ, որ այսուհետ ավելի հաճախ կհանդիպենք, որտեվ ինչպես ասում նախ ինձ շատ հետաքրքիր է զրուցել եւ լսել պարոն Բոզոյան եւ կարծում եմ նաեւ մեր հետևորդներին պարոն Բոզոյանի տեսակետները։ Եվ այսպես, պարոն Բոզոյան, Նեթանյահուն Երուսաղեմից դիմել է Էրդողանին, մենք այստեղ ենք, սա մեր քաղաքն է, պարոն Էրդողան, սա մեր քաղաքը չէ, սա մեր քաղաքն է, սա ձեր քաղաքը չէ, սա մեր քաղաքն է, այն միշտ մեր քաղաքը կլինի։ Ավելի վաղ Էրդողանը Նեթանյահուին համեմատել էր Հիտլերի հետ Գազայում նրա գործողությունների պատճառով ՄԱԿ-ի կանոնադրությունը հռչակում էր պետությունների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխան հավասարությունը եւ նրանց սահմանների բռնի փոփոխությունների անթույլատրելիությունը, նշել էր Թուրքիայի նախագահը, որից հետո ողջ Գազան ռմբակոծությունների տակ էր, սարուրելի սարսափելի տեսարանների ականատեսն ողջ աշխարհը Իսրայելը հաստատել է նաև Եմենի Հոդեյդայի նավահանգստի վրա հարվածները, հարված հասցրել իր պատասխան հութիների ռեժիմի կողմից Իսրայելի դեմ իրականացված բազմակի հարձակումների, տարբեր կերպ կարող են սա մեկնաբանել։ Ընդ որում նաև ասացին, որ Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է Գազայի վրա հարձակման կադրեր, արդեն տանկերով են իրենք մտրել, եւ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ Թրամփը իրեն հրավիրել է ԱՄՆ եւ ինքը 2 շաբաթից կրկին այցելելու է Սպիտակ տուն։ Ահա այսպիսի զարուհելի բաներ, ես Թրամփի հետագա հայտարարություններին կանդրադառնամ, այնպես որ 21-րդ տարում բոլորիս աչքի առջև տեղի է ունենում մեծ զարուհելի ցեղասպանություն, ՄԱԿ-ը նաև դա ճանաչել է որպես ցեղասպանություն, բայց սանձարձակ եւ լկտիացած Իսրայելի վարչապետը եւ քանի որ այդ աջակցություն ունի նաեւ Իսրայելի ժողովրդի կողմից, իդեպ Ջեֆրի Սաքսը ասում է, որ միակ երկիրը, որ ձեռքը բռնել է եւ աջակցում է, սիրելի Ամերիկայի ժողովուրդ, իմացեք, դա մեր նախագահն է եւ դուք եք, որտեւ այդ ամենը մենք հանդուրժում ենք, ինքը դա անում է նաեւ Միացյալ Նահանգների հովանավորությամբ։ Այնպես որ 21-րդ դարում բոլորիս աչքի առաջ տեղի ունենում ցեղասպանություն, ինչով է սա սարսափելի։ Իմիջիայլոց, պարոն Բոզոյան, շատերն ասում են, որ ինչ բաներ նույն Իսրայելը փորձարկեց Լեռնային Ղարաբաղում։ Առաջին փորձարկումները եղան այդտեղ, ուղղակի եւ նաեւ նույն այդ ցեղասպանությունը կլիներ ամբողջական Լեռնային Ղարաբաղում, եթե ուղղակի չլիներ Ռուսաստանի Դաշնության նախագահը, որ միայն իր շնորհիվ է, որ այդ ճանապարհը բացեցին եւ հնարավորություն տվեցին, որ 120,000 դուրս գա, չնայած դրանից առաջ գիտեք, որ նաեւ շատ դաժան բաներ են տեղի ունեցել։ Դե հենց միայն 1 տարիսով այդ հարցակում եւ այլն եւ այլն։ Ես կխնդրեի այսպես լայն բանով վերցնենք, հա, Թուրքիա, Իսրայել, Արցախ եւ նաեւ սա նաեւ ցույց է տալիս, թե երբ որ մենք ասում ենք ոնց կարող է 21-րդ դարում ցեղասպանություն, ինչպես կարող են մեզ տեղահան անել, ինչպես կարող են հարձակվել, սիրելիներս, այսպես օրը ցերեկով հարձակվել, ցեղասպանել, ճանապարհված։ Հիմա երեք ասում են արդեն 350,000 մարդ դուրս է եկել եւ սարսափելի թվերի մասն է խոսքը, ասում են այն ինչ որ ներկայացում է թե այսքան զոհ բան, դա դրա տասնապատիկն է տեղի ունեցել եւ լկտիության գագաթը ուղակի հարձակվել հեռուստաընկերության վրա, հարձակվել հիվանդանոցների վրա, չգիտեմ, այսպիսի զարուհելի բաներ եւ ինչ աղերս էս ամեն ունի մեզ հետ։ Խնդրեմ։ Տեսեք, նախ եւ առաջ մենք ուզում ենք բարձր բան փարատել այն միֆը, որ 21-րդ դարում նոր լայնամասշտաբ ցեղասպանություն հնարավոր չէ, որտեղ մարդկությունը թույլ չի տա, դա միֆ է, եւ դրա վառապատվիչները ոչ միայն այն ինչ որ կատարվում է այսօր Գազայում, այլ նաեւ այն ինչ որ կատարվեց Ռուանդայում, որտեղ միլիոնավոր մարդիկ կոտորվեցին նույն ցեղասպանության արդյունքում։ Հիմա վերադառնանք կոնկրետ Գազային։ Գազայում ապրում էր մինչև այս process-ը մոտավորապես 2 միլիոն մարդ եւ տարբեր գնահատականներով ասում են, որ 350,000 մարդ է դուրս եկել, բայց իսրայելական աղբյուրները պնդում են, որ այնտեղ այսօրվա դրությամբ մոտավորապես 1 միլիոն մարդ է մնացել։ Հիմա ասեմ, ինչ նպատակ է հետապնդում Նեթանյահուն այս ծրագրի համար։
Նետանյահուն մենք բոլորս էլ գիտենք, որ ունի լուրջ խնդիրներ իր երկրի ներսում եւ դատական process-ներ են գնում, կոռուպցիա հետ կապված, իր ընտանիքի հետ կապված, ինքը իր մեջ իր թիմում հայտարարել է հետեւյալը, որ կամ ես պետք է դառնամ մեծ ազգային հերոս, որպեսզի իմ ժողովուրդը ների մնացած իմ ներքին այդ խնդիրները, կամ ես կգնամ դատարան։ Ինձ հիշում եք այն հայտնի ֆիլմի մեջ ասում էր կամ ինձ կտանեն ԶԱԳՍ կամ հետ կգնամ դատախազություն։ Հիմա ինքը փաստացի որպեսզի կարողանա իր անձնական խնդիրները լուծի, ինքը փորձում է հայրենի ժողովրդին հիմնավորել, որ ես լուծելու եմ մեծ Իսրայելի ստեղծման խնդիրը։ Եվ այդ մեծ Իսրայելը պետք է լինի Գազայի եւ արևմտյան ցեղասպանության գնով արաբների հաշվին, այսինքն այնտեղ մոտավորապես 3 միլիոն արաբ ապրում է արևմտյան ափում, Հորդանան գետի, իսկ 2 միլիոն ապրում էր Գազայում, մոտավորապես 5 միլիոն մարդու իրենք ինքը պաշտոնապես հայտարարել է, որ այդ մարդկանց մենք պետք է հիմա բանակցենք, որ դուրս բերենք այդ տարածքներից, որպես տարածքները միացվեն Իսրայելին։ Ասեմ ձեզ, որ այդ գաղափարին կողմնակից են նաև Միացյալ Նահանգների այն շրջանակները, ովքեր որ սերտորեն համագործակցում են Իսրայելի հետ, եւ դա լուրջ մակարդակի լոբիստական աշխատանք է տանում, դուք գիտեք, որ Տրամփն էլ հայտարարեց, որ ինքը նույնպես կողմ է, որ Պաղեստինի եւ Գազայի խնդիրները խաղաղ ճանապարհով լուծվեն, միացվեն Իսրայելին եւ այդ արաբները, բայց ոչ թե ցեղասպանվեն, այլ տեղահանվեն մի այլ երկիր, նույնիսկ հիմի բանակցություններ են գնում, թե որ երկիրը կարող է ընդունել իրենց։ Եվ այստեղ ամենակարևոր խնդիրներից մեկը նաև Երուսաղեմի խնդիրն է, որտեղ գիտեք, որ մահմեդականները ունեն սրբություններ եւ Իսրայելը իր սրբությունը ունի եւ ինքը փորձում է հիմնավորել, որ մահմեդականների սրբությունները պետք է լինեն Իսրայելի տարածքում։ Դա, այսպես ասած, ֆունդամենտալ վեճ է մահմեդական աշխարհի հետ եւ Իսրայելի քաղաքական վերնախավը եւ փորձագիտական շրջանակները քննարկել են եւ եկել են այն եզրակացության, որպեսզի Էրդողանը Նեթանյահուն կարողանա լուծել իր խնդիրները, ապա մահմեդական աշխարհում չպետք է մնա ուժեղ պետություն։ Արաբական աշխարհում այդպիսի ուժեղ պետություն չկա։ Սաուդյան Արաբիան մենք գիտենք, որ ինքը կախված երկիր է Միացյալ Նահանգներից։ Հիմա գրեթե բոլորը Եգիպտոսը, Հորդանանը, Կաթարը, Էմիրատները, Ալժիրը, այդ երկրները որևէ լուրջ ազդեցություն չեն կարող թողնել։ Մնացել է Իրանը, Պակիստանը եւ Թուրքիան։ Իրենք համարում են, որ լուծում են հիմա Իրանի խնդիրը, Պակիստանի հետ խնդիրը կլուծեն Հնդկաստանի հետ կոնֆլիկտի միջոցով, դա իսրայելական բաների միակ երկիրը, որ մնացել է, որ իրենց խանգարել է, դա Թուրքիան է, եւ իսրայելական լուրջ շրջանակները քննարկում են, որ վաղ թե ուշ Իսրայելը պետք է կոնֆլիկտի մեջ մտնի Թուրքիայի հետ եւ լուծի Թուրքիայի խնդիրը։ Իրանք այդպիսի ծրագիր են մշակել եւ դա Թուրքիան դա գիտեմ, Թուրքիայում էլ այսպես ասած նախապատրաստվում են այդ խնդրին եւ դրա համար իրենք փորձելու են խաղարկել եւ քրդական խնդիրը եւ հայկական խնդիրը եւ հունական խնդիրը։ Պարոն Բոզյան, երբեք այդ երկրները այսպես մեկ ամսյա պլաններ չեն, իրենց պլանները միշտ սովորաբար լինում են երկարաժամկետ, բայց իրենք միավորվեցին Արցախը կործանելու շուրջ, նույն Իսրայելը, Թուրքիան, Ադրբեջանը, Պակիստանը։ Քաղաքականության մեջ երբևիցե բոլոր դաշնակիցները հավերժ չեն լինում եւ տարբեր տեղերում կարող է այդ պահին այդ խնդիրներ հա դրանից կործանել Արցախը։ Այո, քանի որ Իսրայելի գլխավոր թիրախներից է Իրանը եւ Թուրքիան, Իրանի մասով ինքը դաշնակցում է Ադրբեջանի հետ, իսկ Ադրբեջանի հետ դաշնակցությունը ենթադրում է, որ ինքը պետք է աջակցի Ադրբեջանի որպեսզի լուծեր Արցախի խնդիրը։ Թուրքիայի մասով ինքը համագործակցում է քրդերի հետ, համագործակցում է հույների հետ եւ փորձում է օգտագործել հայոց ցեղասպանության խնդիրը, որպեսզի կարողանա բարոյական հիմքեր դնել Թուրքիայի վրա հարձակման համար։ Ավելին կարող եմ ասեմ, վերջին օրերին Նեթանյահուին նույնիսկ դրա համար լեգիտիմ հիմքեր ստեղծեց։ Դե ցեղասպանի Կաթարում իր հարձակման արդյունքում երբ որ սպանվեցին Համասի մի շարք գործիչներ, նա հայտարարեց, որ այսուհետ Համասի այն լիդերները, որ երկրում է որ լինեն, Իսրայելը ստանալու է իրավունք հրթիռային հարձակում կազմակերպել հենց այդ մասով։ Իսկ դուք կարծում եք Էրդողանի ներակնարկում։ Միանշանակ, որտեղ տեսեք բոլորն էլ գիտեն, որ Համաս ունի ներկայացում նաև Թուրքիայում եւ Նեթանյահուին փաստացի ակնարկում է, որ եթե Համասի ղեկավարները հայտնվեն Ստամբուլում կամ Անկարայում, Իսրայելը կարող է հարվածել դրան։ Ըստ էության Թուրքիան հայտարարում է, որ դա կլինի կազուս բելի իրենց համար, որտեղ Թուրքիան չի կարող հանդուրժել, որ իր տարածքի վրա Իսրայելը հարձակվի եւ իրենք կարող են պատասխան հարված տալ։ Եվ այստեղ արդեն
վերլուծաբանները վերլուծում են եւ գալիս են իմ եզրակացության, որ ըստ էության այդ կոնֆլիկտը միգուցե այս օրերին այսքան այսպես ասած հավանական չէ, բայց ռազմավարական հեռանկարի իմաստով դա անխուսափելի է լինելու, որովհետեւ եթե Իսրայելը ուզում է լուծել Երուսաղեմի հարցը, եթե ինքը ուզում է որ մամեդական աշխարհը համակերպվի դրա հետ, ինքը պետք է թույլ չտա որ մամեդական աշխարհում մնա ուժեղ որցակ պետություն, որից այս պայծրությամբ ամենաուժեղը համարվում է Թուրքիան։ Եվ ըստ էության շատերի կանխատեսմամբ, քանի դեռ Տրամպը ԱՄՆ նախագահ է, Իսրայելը փորձելու է այդ խնդիրը լուծել մինչև վերջ։ Սա իրականությունն է։ Ես տեսեք չեմ ուզում օբյեկտիվ ուզում եմ դա ներկայացնեմ, չեմ ուզում կողմ կամ դեմ ինչ-որ բաներ ասեմ, չեմ ուզում գնահատականներ տալ այս կամ այն հարցի շուրջ, սա իրականություն է։ Իհարկե մենք բայց ՆԱՏՕ-ն ինչ է անելու այդ դեպքում։ Գիտեք, ՆԱՏՕ-ն ժամանակին Ֆրանսիայի նախագահան նույնիսկ հայտարարում էր, որ ՆԱՏՕ-ի ուղեղը արդեն մահացած է։ ՆԱՏՕ-ն մեծ հաշվով Որ նախագահն ասի դե Մակրոնը, Ֆրանսիայի նախագահն ասի, իդեպ որպեսզի ավելի պարզ լինի, ուրեմն վերջերս ռազմական փորձագետները վերլուծություն են արել Գերմանիայում կենտրոններից մեկում եւ եկել են այն եզրակացության, որ ՆԱՏՕ-ն իր զինված ուժերով, իր հնարավորություններով խայտառակ ծանր վիճակի մեջ է հայտնված եւ բոլորն էլ արձանագրում են այսօր ժամանակից աշխարհում ամենաուժեղ բանակները ռեալ հողի վրա դա Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակներն են, որտեղ իրանք երկար տարի արդեն պատերազմում են եւ պատերազմը հմտությունները բերել իրենց եւ պատերազմը բարձրացել է իրենց մարտական ոգին եւ Միացյալ Նահանգների բանակը արդեն անկման մեջ է, իսկ եվրոպական երկրները պրակտիկորեն բանակ չունեն։ Թուրքիայի բանակը եւ ընդհանրապես այլ տիպի բանակները, որ մեծ համբավ ունեն, որի պրտեղ ուժեղ բանակներ են, իրականում բանակը կայանում է պատերազմների ժամանակ։ Մանավանդ երբ որ պատերազմները տևում են տարիներ։ Հիմա երբ որ տարիների ընթացքում ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում այդ բանակները իրար հակամարտության մեջ են հայտնվել, իրենք արդեն այդ հմտությունները շատ ավելի, ինչպես որ խորհրդային միության Կարմիր բանակը կայացավ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, չէ՞, կամ գերմանական բանակը կայացավ նվաճողական պատերազմների ժամանակ Հիտլերի կողմից, չէ՞։ Հիմա այս պայծրությամբ բոլորը արձանագրում են, որ ՆԱՏՕ-ի պաշարները զենքի զինամթերքի խայտառակ ցածր վիճակի մեջ են, ավելին Ռուսաստանը կարողացել է այնպիսի մոդեռնիզացված FPV դրոններ, այսպես ասած, անօթաչու սարքեր արտադրություն դնել, որ փաստացի մոտարապես $1000-2000 FPV դրոնների միջոցով նա կարող է խոցել միլիոնավոր դոլարներ արժեք ունեցող զինտեխնիկա, տանկեր, հրթիռային համակարգեր, ինքնաթիռներ, եւ բոլորը հասկանում են, որ այս պայծրությամբ խոսել, որ Միացյալ Նահանգների բանակը ուժեղ է կամ թույլ է կամ պոտենցիալ ուժեղ է, դրանք խիստ պայմանական ձևակերպումներ են, որովհետեւ փոքր միջոցներով, դրոնների միջոցով դու կարող ես շարքից հանել այնպիսի ծանր եւ այնպիսի թանկարժեք այդպես ասած տեխնիկա միջոցներ, որ շատ արագ դու կարող ես բալանսը փոխել։ Եվ այդ իմաստով Եթե դուք գիտեք, որ բայց մոռացեք Արցախի պատերազմի վրա այսպես վարժեցին նույն թուրքերը, Իսրայելը, այսինքն դրա համար են ասում, չէ՞, փորձարկեցին, հետո նոր դրանից հետո Իսրայելը սկսեց հարձակվել։ Տեսեք, ուրեմն բան դաշտերել իրենց համար։ Փորձագետները նշում են, որ դրոնները, այսինքն անթաչու սարքերը այսօր աշխարհաքաղաքական խնդիրներ են լուծում եւ իրենք ասում են որ թուրքական բայրաթագները Ղարաբաղում լուծեցին աշխարհաքաղաքական խնդիր, այսինքն Թուրքիայի մտցրեցին տարածաշրջան, այսօր նույն խնդիրը լուծում է Ռուսաստանը իր դրոնների միջոցով եւ ինքը լուծելու է Եվրոպայի խնդիրը։ Եվ հենց դրանով են բացատրում, որ Տրամպը փորձում է դուրս գալ այս հակամարտությունից, որպեսզի Միացյալ Նահանգները այդ հարվածից հանի։ Այսինքն եվրոպացիները մնացել են միայնակ Իդեպ թուրքական այդ բայրակթարները այնպես չէ որ շատ կատարյալ են, հետո շատ ավելի հմտացան, նույն ռուսները, բան շատ ավելի լավ է, բայց այդ փուլում դա տեսեք ինչ մի հատ հնչեղություն է, չէ՞, թուրքական բայրակթարները, տեսեք։ Այս պայծրությամբ ռուսական անօթաչու սարքերի լավագույններից են, այո, շատ լավագույններ։ Ոչ մեկ հավասար չունի, բայրակթարները արդեն դարել են շարքային։ Բայց կար ժամանակ, որ իրենք Իրանից էին խնդրում, Չինաստանի ինչ որ բաներով։ Այն ժամանակ թուրքերը Սիրիայում օգտագործեցին այդ հնարավորությունը։ Ու այդ էքսպերիմենտը արեցին, հետո այդ էքսպերիմենտը կիրառեցին Արցախում եւ լուծեցին Արցախի հարցը։ Այսինքն նույնը հիմա ռուսները հաշվառնելով այդ փորձը Իրանում են Ուկրաինայում եւ լուծում են Եվրոպայի խնդիրը եւ Եվրոպա մնացել է միայնակ, իրանք հիմա խոճապի մեջ են, իրանք մտածում են որ Ուկրաինայի միջոցով կլուծեն ռուսների հարցը, ռուսներին իրանք փաստացի արտնասել են ռուսական արջին։ Ռուսական արջին հայտնասել են, հիմա էլ փաստացի
կոչ են անում ամերիկացիներին, որ ամերիկան գար իրենց օգնի, ամերիկանն էլ ասում է, ես առաջին համաշխարհային պատերազմում չեմ մասնակցել, երկրորդ համաշխարհային պատերազմում չեմ մասնակցել, երրորդ համաշխարհային պատերազմում չեմ պատրաստվում մասնակցել։ Գնացեք ինչպես որ Բորշե եփելեք, այդ Բորշե ինչպես գնացեք։ Չէ, մասնակցել է, բայց նայած իր ձևով իր շեշտով մասնակցել է դիտորդի կարգավիճակով, այսինքն ամենամեծ զոհերը համաշխարհային պատերազմում Եվրոպայում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, երկրորդ համաշխարհային պատերազմում ամենամեծ զոհերը տվել է Խորհրդային Միությունը, Գերմանիան, Լեհաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները տվել է այնքան զոհ, ինչքան որ հայ ժողովուրդն է տվել։ Դուք համատում եք, հասկանում եք, թե համատությունը ինչ է։ Ուզում եմ ասեմ, որ մեծ հաշվով այն ինչ որ հիմա կատարվում է 21-րդ դարում, երբ որ ասում են թե ցեղասպանություն չի կարող ունենալ, դա սուտ է, խաբկանք է, ցանկացած պահի այն ցեղասպանությունը, որ մենք տեսել ենք 1915 թվականին, կամ այն ցեղասպանությունը, որ եղել է հերանների նկատմամբ Գերմանիայում, նույնը կարող է կատարվել 21-րդ Իդեպ ասում են հիմա շատ ավելի դաժան է, միակ բանը որ չի կիրառում այդ գազախցիկներն է, որ չեն կիրառում, բայց դրա կարիք իհարկե չկա, մարդը կա, մարդը մոխրացած եւ չկա։ Ոչ մի այդտեղ անում է եւ բնաժն 120,000 մարդ մի քանի օրվա ընթացքում տեղանեցին։ Դա մոտավորապես ցեղասպանության նման բան է։ Մոտավորապես չէ, այդպես է տեղափոխի կարիքանը, դա ցեղասպանության աներից մեկն է։ Դարում հիմա Իսրայելը ինչ է հայտարարում։ Վստահ չէ թե պարզ չէ որ թե ասենք Պուտինի վերահսկողությունը չլիներ, անելու են։ Հիմա եկեք պարզ խոսենք, թե ամեն բան ասեմ։ Ուրեմն ես ինֆորմացիա ասեմ, դա հաստատված փաստ։ Գիտեք ուկրաինացիների զոհերը ինչ թիվ են կազմում այս տարի։ 1,700,000 հաստատված մարդկանց անուն ազգաններով անձնագրային տվյալներ կան, որոնք կամ զոհվել են, կամ անհատ կորել են։ 1,700,000 մարդ, դուք հասկանում եք դա ինչ է նշանակում։ Սա ցեղասպանության նման բան չի։ Այսինքն այդ մարդիկ երազում էին, որ Ուկրաինան դարձնեն ԵՄ-ի անդամ, հիմա հայտնվել են գետնի տակ։ Սա մեր ժողովրդին պետք է հուշի, որ բոլոր այն ավանտյուրիստները, պոպուլիստները, որոնք ինչ-որ բաներ են խոս տալիս, այդ պոպուլիստները ի վերջո մարդկանց տանում են դեպի գերեզման։ Այն ինչ որ խոսք էր տալիս Զելենսկին իր ժողովրդին, կդարձնենք ԵՄ-ի անդամ, երկրի կսարքենք ՆԱՏՕ անդամ, հզոր երկրի կդառնանք, Ուկրաինայի կենսամակարդակը 10 անգամ կբարձրացնենք, այսօր Ուկրաինայի ըստ էության քաղաքները ավերակների մեջ են հայտնված։ Ուկրաինայում 1,700,000 մարդ գերեզման է գնացել, մոտավորապես 10 միլիոն մարդ փախել է Ուկրաինայից։ Իսկ այն մարդիկ, որ մնացել են Ուկրաինայում, իրանք անենանելի վիճակի մեջ են ապրում, ուղղակի անտանելի վիճակի մեջ։ Հիմա համատենք մեր հետ, իհարկե մեր զոհերը ավելի քիչ էին, բայց մեր պոպուլիստները, որ եկան 2018 թվականին իշխանության, ինչ էին ասում, բերում ենք խաղաղություն, սոցիալական արդարություն, իրանք բերեցին 5,000 զոհ, 5,000 զոհ մենք ունեցել ենք միայն Լեռնային Ղարաբաղի պատերազմի առաջի պատերազմի ժամանակ, ընդ որում այդ պատերազմում մենք հաղթանակ ենք տարել։ Ազատագրել ենք, ունեցել ենք 4 օրվա ընթացքում 5,000 զոհ տվեցին, խոսում էին խաղաղության մասին, խոսում էին սոցիալական արդարության մասին, գների իջեցման մասին, օլիգարխների դեմ պայքարի մասին։ Որտեւ այնքան վատ ենք։ Ես մի օրինակ բերեմ, որ դուք պատկերացնեք։ Ուրեմն օլիգարխիկ համակարգը այսօր ոչ միայն չի վերացել, այլ լպիրշ մակարդակի կերեքում է մեր ժողովրդին։ Այսօր մենակ մի օլիգարխ, որը իշխանության մոտ կանգնած է, իր շրջանառությունը կազմում է մոտավորապես $10 միլիարդ, $10 միլիարդ։ Այդպիսի թիվ Հայաստանի 30 տարվա մեջ չի եղել ոչ մի պարագայում։ $10 միլիարդից բոլորս գիտենք, որ տարեկան մոտավորապես 15-20%-ը մարդը ստանում են որպես մաքուր եկամուտ։ Այսինքն տարվա մեջ այդ մարդիկ ունեն 1.5-ից $2 միլիարդ եկամուտ։ Այսպիսի թիվ հələ հիմա համատեք նախկին թալանտների։ Դուք պատկերացնում եք առանց Նիկոլի ինչ որ մի օլիգարխ Հայաստանում 10 միլիարդ կտտացնի։ Պատկերացնում եք այդպիսի բան։ Մանր ձուկ էր։ Մանր ձուկ։ Այդ մեկը չէ, մի 3 ու արդեն այդպիսի օլիգարխ ունի։ Հիմա համատեք այդ նախկինների այն թալանը, որ ինչ-որ միլիարդներ էին խոսում։ Չէ, գնում քանդում են տակը բան չկա։ Այդ միլիարդները համատում ենք այս մարդկանց միլիարդների մասին, բազապատկեք 7-ի, մոտավորապես 14-15 միլիարդ $, մաքուր եկամուտ այս իշխանությունը ունեցել է այս 7 տարիների ընթացքում։ Մենակ մի օլիգարխից։ Ես ուզում եմ համատել։ Տեսեք, ես մի բան ասեմ ձեզ, էլի։ Եթե մենք համատենք մինչև 2018 թվականի մեր գները, մարդիկ որ մտնում են, չգիտեմ, խանութներ, դեղորայքի գինը, ապրանքների գները, հիմա համատում ենք այս գները, ուղղակի սարուձոր տարբերություն կա։ Մարդկանց կենսամակարդակը անգամներով է նվազել։ Իրենք գրոշներ են գցում թոշակառուներին 30-ից 36,000 են սարքում մինիմալ թոշակը,
բայց անգամներով բարձրացնում են դեղերի գները, համեմատեք Հայաստանի դեղորայքի գինը Վրաստանի դեղորայքի գների հետ։ Ուղղակի վիրավորական համեմատություն կարող եք ասել։ Մինիմալ թոշակը 36000 դրամ է, մինչդեռ մինիմալ սպառողական զամբյուղը 82000 դրամ է։ Մինիմալ աշխատավարձը 75000 դրամ, մինչ հիմա մնացել է Հայաստանում, սպառողական զամբյուղը 82 Տեսեք, իրենց իրավունքները պաշտպան, հենց հիմա ասուլիս են տալիս, խայտարակ վիճակ է, ռեգիոնում ամենացածր թոշակը ՀՀ-ում է, Նիկոլ լսում ես, թերսնվող քաղաքացիների թիվը ավելացել է, այսինքն մարդիկ թերսնված սովա, շարունակություն, թոշակների, պատասխանում իրական տվյալների հետ։ թոշակառուն դեղը չի կարողանում գնել 36000 պաշտոնական տվյալները, խայտարակ վիճակի մեջ ենք մենք։ Բոլոր բիզնեսի ոլորտն ասեմ, բիզնեսում։ Բայց մենք հերթով գնանք էլի պարոն Բոզյան, շատ հարց է դուք չի թռակ այդտեղից։ Որպեսզի մենք ընդհանրապես այս մարդկանց դիմակիցը վերջնականապես։ Այդ դրա մասին հիմա խոսենք մեզ, տեսեք։ Բիզնեսի հարցում ավելացված արժեքի հարկը 20% է, հարևան Վրաստանում 18% է։ Բոլոր աշխարհի բոլոր երկրներում 18%-ից ավելի ցածր է։ Մեր մոտ շահութ հարկը 18% է, Վրաստանում 16% է։ Եվ դա այն պարագայում է Վրաստանը ունի ծով, մենք այդ ծովը չունենք։ Մենք պետք է ավելի ցածր հարկային առաջարկեինք, քան Վրաստանը, որպեսզի մեր մոտ ավելի շատ ներդրումներ գար։ Ես հիմա մի քանի թվեր ասեմ, որ ընդհանրապես դու արդեն ասնենք առաջ։ Վրաստանը, մեր քաղաքացիները, որ գնում են Վրաստան հանգստանում են, տեսնում են, թե ինչ հսկայական շինարարություն է գնում Վրաստանում եւ ինչ մակարդակի մեգապոլիսներին առաջ գալիս։ Վրաստանի ընդամենը մի քանի տարի առաջ Բաթում իրենց ինչ էր ներկայացնում, հիմա ինչ է դարձել Բաթումը։ Տուրիստական կենտրոն է դարձել, որտեղ հսկայական ներդրումներ են եղել, որտեղ այդ հսկայական ներդրումները ճիշտ խելոք ներդրումների արդյունքում եղել։ Ես մի օրինակ ասեմ, Հայաստանում մի թունել կա ընդամենը, այդ Դիլիջանի թունելը։ Դե լովա կառուցե։ Հա, 4 կիլոմետր։ Ո՞վ է կառուցե, վրանու չեն ուզում հիշեն։ Հիմա տեսեք, ընդամենը 4 կիլոմետր, գիտեք Վրաստանում ընդամենը 3 տարվա ընթացքում ինչ բանը բանով երկարությամբ քանի թունել են կառուցել։ Ուրեմն կառուցել են երկկողմանի մոտավորապես 65 թունել, 65 թունել։ Դուք հասկանում եք, երկարությամբ մինչև 50-ից 55 կիլոմետր։ Ընդամենը 2-3 գիտեք ով է դա արել։ Չինական ընկերությունները, Չինաստանի ներդրումները աստղաբաշխական մակարդակից։ Բա Նիկոլը ինչով է զբաղված։ Բա ինչով է։ Մեծ փրթում են, երեք դուք լսեցիք, որ աննախադեպ, անհավանական խաղաղություն, աննախադեպ տնտեսական աճ, երկիրը չգիտեմ ինչ։ Նոր նավահանգիստ է կառուցում Անակլա Չինաստանի օգնությամբ։ Վրաստանի այս սուպեր հաջողությունները հանգիստ չեն թողնում արևմտյան այն կենտրոններին, որոնք ըստ էության նախանձից պայթում են, թե ինչպես է Չինաստանը կարողացել այս ներդրումների արդյունքում Վրաստանի բանը բարձրացնել, որի արդյունքում այդ իշխանության վարկանիշը բարձրացել է։ Այսօրվա տեղական ընտրությունները, որ հոկտեմբերի 4-ին պետք է անցնեն Վրաստանում, Վրաստանի իշխող ուժի ռեյտինգը տատանվում է 60-ից 70%-ի սահմաններում բոլոր հարցումների արդյունքում, բոլոր հարցումների։ Եվ այնտեղի այսպես կոչված արևմտամետ ընդդիմադիր շրջանակները արդեն չեն էլ թաքցնում, որ իրենք սպասարկում են բացառապես մենակ արևմտյան շահերը, իրանք չեն էլ թաքցնում, որ իրանք գալու են իշխանության, որպեսզի երկրորդ ճակատ բացեն Ռուսաստանի դեմ, որպեսզի պատժամիջոցներ բացեն Ռուսաստանի դեմ, որպեսզի մանրադրամի դեր դարձնեն այն ինչ որ հիմա Նիկոլ Փաշինյանը փորձում է անել Հայաստանում։ Սա ես ասում եմ իրականություն է։ Մեր ժողովուրդը պետք է իմանա, որտեղ եղել է գունավոր հեղափոխություն, դա բերել է ժողովրդին աղետ։ Աղետ բերեց գունավոր հեղափոխությունները Վրաստանում, Վրաստանը կորցրեց տարածքների 20%-ը, աղետ բերեց Մոլդովայում, Մոլդովան կորցրեց իր տոկոսը, աղետ բերեց Ուկրաինայում, ուկրաինացիների մոտավորապես 1.700.000 հաստատված մարդիկ կամ անհատ կորած են եղել կամ մահացած են 1.700.000 մարդ, հարգելի ժողովուրդ։ Եվ Ուկրաինան կորցնում է իր 20%, այլև պարզի թե ինչքան է կորցնելու։ Նույն աղետը եկավ Ադրբեջանում 93 թվականին, երբ որ Էլչիբեյը Ադրբեջանի Փաշինյանը եկավ այն ժամանակ իշխանության, մենք դրանից օգտվեցինք, այդ նաև դրա արդյունքում մենք ունեցանք հաջողություն, իհարկե այդ հաջողության մի քանի բաղադրիչներ կար, եւ ռուսական օգնությունը եւ հերոսական մեր ժողովրդի պայքարը, բայց նաև Էլչիբեյի գործոնը նաև իր դերը կատարեց։ Այսինքն որտեղ որ Հայաստանում, որ երկրում որ եկել են գունավոր հեղափոխություն, այնտեղ եղել է աղետ։ Հայաստանը մինչև 2018 թվականը խուսափել էր գունավոր հեղափոխություններից։ 2018 թվականի այդ գունավոր հեղափոխությունը եղավ, մենք ունեցանք աղետ։ Աղետ մենք կորցրեցինք Արցախը, դա մենք վճարեցինք այդ աղետի արդյունքում մենք վճարեցինք այդ գինը։ Մենք ունեցանք 5000 զոհ, 5000 զոհ։ Մենք կանգնած ենք լուրջ լրջագույն անվտանգության։ Մեզ ներքաշեց 4 պատերազմի մեջ։ Սրանք խոսում էին անկախության մասին։ Այսօր Նիկոլ Փաշինյանի ամբողջ թիմը լիարժեքորեն կառավարվում է Թուրքիայի կառավարության կողմից,
Թուրքիան է որոշում այս մարդկանց բոլոր քայլերը, ըստ էության նույնիսկ անձնագրային այդ բանի այդ կամ շտամպը, որ պետք է դուրս գա, մարդիկ այդ շտամպի մեջ արդեն Մասի Սարի անուն են հանում, պաշտոնապես արդեն ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանի բանը ազգային իդենտիկ խնդիրները լուծվի, Ծիծեռնակաբերդի, այսպես ասած, բանն են գնում, վերանորոգման աշխատանքներ են տանում եւ ուզում են ամեն ինչ անեն, որ դա տևի մինչեւ գալիք տարվա ապրիլ ամիսը, որպեսզի գալիք տարվա ապրիլի 24-ին, որտեղ սպասվում է, որ մեծ հյուրեր պետք է գան Հայաստանից տարբեր երկրներից, տասնյակ երկրներից պետք է ղեկավարներ գան, քանի որ արարողակարգային բան կա, որ պետք է այդ մարդիկ գնան նաեւ Ծիծեռնակաբերդ, Էրդողանի պահանջն է, որ այդ մարդկանց թույլ չտայի, որ նրանք գնան Ծիծեռնակաբերդ։ Սա Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, քաղաքականությունն է։ Սրանք ասում են, որ մենք պետք է բարձրացնենք Հայաստանի սուվերենությունն ու անկախությունը։ Այսօրվա իհարկե նախկին 30 տարվա ընթացքում Հայաստանը միշտ կախված է եղել Մոսկվայից, բայց այդ կախվածություններ տարբեր մակարդակներ կան։ Այսօրվա Նիկոլ Փաշինյանի կախվածությունը Թուրքիայից շատ ավելի շատ է, քան նախկինների կախվածությունը Մոսկվայից, եւ ես կարող եմ ասել, որ սրընթաց մոտենում է Նիկոլ Փաշինյանի կախվածությունը այն աստիճանի, ինչպես որ կար խորհրդային Հայաստանի ղեկավարների կախվածությունը Մոսկվայից։ Սա, ես ասում եմ, Հայաստանը սրընթաց վերացնում է իր պետականությունը, դառնում է ավտոնոմիայի մարզ Թուրքիայի կազմում, սա բան չէ, վերացական խոսույթ չէ։ Միակ բանը, որ մնացել է, դա դեռ ԵԱՏՄ-ի անդամ լինելն է Հայաստանի ՀԱՊԿ անդամի եւ ռուսական բազայի խնդիրն է։ Այդ վերջի խնդիրներն են փորձում թուրքերը լուծել իրենց 5-րդ շարասյան միջոցով Հայաստանում, որպեսզի դրանից հետո արդեն լեգիտիմ մակարդակով Հայաստանը դարձնեն իրենց մարզ։ Սա նույնիսկ եմ կրկնում։ Արարատի թեման, ցեղասպանության հուշահամալիրը, քրկչի այդ հանդիպումը սահմանին գալը, այս ամբողջը մի բանի մեջ խնդրում եմ ներկայացրեք ինչ է լինում։ Ինչու է Նիկոլ Փաշինյանը այսպիսի Մաշտոցին հեռացնել գրքերից։ Պատճառը հետևյալն է։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի ինչ է արել այս 7 տարվա ընթացքում։ Այդ 5000 շատ լավ հասկանում է։ Ոնց է կործանել։ Ինքը լավ հասկանում է, որ ընտրության ժամանակ ինքը ոչ մի շանս չունի վերընտրվելու։ Ինքը տեսնում է Սաակաշվիլիի ճակատագիրը Վրաստանում։ Ինքը չի ուզում հայտնվել բանտում։ Ինքը չի ուզում, որ իր ընտանիքը հայտնվի ծանր վիճակի մեջ։ Ինքը ամեն գնով ուզում է վերարտադրվել։ Ինքը վերարտադրության համար ինքը մտածում է, որ իր վերարտադրության համար պետք է, որ Ադրբեջանը տա իրեն խաղաղ պայմանագրի թուղթը, որպեսզի այդ թուղթը վերցնի, ինչպես որ 21 թվականին ինքը այդ Չագուջով գնում էր մարդկանց համոզում էր, որ ես բերել եմ ձեզ խաղաղություն։ Հիմա էլ է Չագուջը դրել սեղանին։ Հիմա Չագուջը դրել է, Չագուջի վրա դնել է թուղթը Ալիևի, ինքը փորձել է գնալ գյուղ, այդ թղթով ցույց տալ, որ ես ձեզ բերել եմ խաղաղություն։ Հույս ունենալ է, որ մարդկանց վախի վրա կարող է աշխատել։ Սա իրենց գլխավոր նպատակն է։ Բայց Ալիևը չի տալիս այդ թուղթը, ասում է, որպեսզի դու այդ թուղթը ես քեզ տամ, դու պետք է քո համացությունը փոխես, դա հրապարակային գլխավոր պայմաններից մեկն է։ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ չի կարող փոխել մինչև ընտրությունները, դա համար ինքը ոտով ձեռով ընկել է Էրդողանին, խնդրում է, ասում է, պարոն Էրդողան, մի բան արեք, Ալիևի հետ ճնշեք, որտեղ եթե ես չվերարտադրվեմ, դուք կկորցնեք ինձ, դուք կկորցնեք ձեր շանսը։ Թուրք վերլուծաբանները, թուրք քաղաքական գործիչները ասում են, սա մեր հնարավորությունների պատահանն է, որը 100 տարի մեկ կարող է լինել։ Մենք կարող ենք ստանալ Հայաստանը եւ դրա համար Էրդողանը եւ թուրքական շրջանակները փորձում են ճնշել Ալիևի վրա, որպեսզի Ալիևը թուղթը ստորագրի։ Բայց միաժամանակ Էրդողանն ասում է, քանի որ ես ինձանից ես դու կախված։ Դու պետք է այս պայմանները կատարես։ Պայման առաջին, դու պետք է այդ Մասի Սարի խնդիրը լուծես։ Պայման երկրորդ, եկեղեցու խնդիրը պետք է լուծես, բոլորին պետք է ձեր եկեղեցի հասկացողությունը պետք է վերացնես, հայկական Վատիկան հասկացողությունը պետք է վերանա, ինքը պետք է դառնա ոչ թե ամենայն հայոց կաթողիկոս, այլ Հայաստանի կաթողիկոս, ինչպես որ ասենք Վրաստանում է, Ռուսաստանում է, որպեսզի այդ կաթողիկոսը կախված լինի բառացիորեն Հայաստանից, որտեղ ինքը ասում է, Սփյուռքը ձեզ խանգարում է, որ ես ձեզ կարողանամ կլանեմ։ Այս սա է Էրդողանի ինքը հիմա այն պայմանները որ կատարում է հələ դեռ տասնյակ պայմաններ կան, որ պետք է ապագայում կատարի Էրդողանի, որպեսզի թուղթը ստանա, որտեղ մինչև ընտրությունները դեռ ժամանակ կա, եւ այդ մինչև ընտրությունները Ալիևն ու Էրդողանը մինչև վերջ քերելու են Փաշինյանից ինչքան որ դա հնարավոր է։ Ընդ որում, ի տարբերություն Էրդողանի, ես ուզում եմ հատուկ նշեմ, Ալիևը ավելի պրագմատիկ գործիչ է, ինքը ասում է, որ ես չեմ հավատում, որ Փաշինյանը կարող է վերարտադրել, որտեղ ինքը ասում է, որ խելամիտ ոչ մի հասարակություն ժողովուրդ չի կարող այս տիպի։ Բայց հետո էլ ասում է հիվանդ հասարակությունը հայերը։ Չէ, տեսեք, ինքը ասում է հիվանդ, բայց ինքը շատ ավելի պրագմատիկ դիրքորոշում ունի, ասում է, քանի որ ես գիտեմ, որ ոչ մի խելամիտ ժողովուրդ չի կարող Նիկոլ Փաշինյանի ման ընտրություն կատարել։ Դա համար ես ինձ կարևոր չէ Նիկոլ Փաշինյանը կընտրվի թե չի ընտրվի։ Ինձ կարևոր է, որ ով էլ որ ընտրվի երկրի ղեկավար Հայաստանում, գա իմ պայմանները ընդունի։ Եթե չընդունի, ես ուժով կլուծեմ այդ խնդիրը։ Այսինքն Ադրբեջանը ավելի
ռացիոնալ մոտեցում ունի զինվում է բանակը անում, այո, այդ ամենով հանդերձ պատրաստվում է 5-րդ հարձակմանը։ Փաշինյանը մտահոգված է Ալիևի այդ դիրքորոշումից, դա համար ինքը ոտով ձեռով հայտնվել է Էրդողանի գրպանում։ Սա է իրականությունը, այսինքն ստեղ այլ նպատակ քննարկել, որ չգիտեմ, եկեղեցին, իհարկե եկեղեցին լուրջ եկեղեցու թեմա, խնդրեմ, եւ Միքայել լուրջ իսկապես բարեփոխումների խնդիր կա, հասունացել է եւ կարծում եմ, որ հետ Փաշինյանական Հայաստանում մենք լուրջ քննարկումներ ենք անցկացնել, որ մեր եկեղեցին իսկապես բարեփոխվի, արդիականացվի, բայց այդ արդիականացումը կապ չունի այսօրվա Փաշինյանի, այսպես ասած, Փաշինյանի պանջը դա Էրդողանի պանջն է, իրանք նույնացված են արդեն։ Այսօր Փաշինյանը ներկայացնում է Էրդողանին։ Բառացիորեն այսօրվա Հայաստանի իշխող վերնախավը եւ իր դուրստեր ձեռնարկությունները մի քանի փուչիկ կուսակցություններ, որոնք իբր թե իրանց հրճակել են արևմտամետ, իրանք իրականում կառավարվում են եւ աշխատում են Թուրքիայի կողմից, իրանք ազդեցության գործակալների ռեժիմով են աշխատում, ամենօրյա ռեժիմով աշխատում են, ինստրուկցիաներ ստանում են Թուրքիայից, ավելին կարող եմ ասեմ, այն աստիճանի սրանք ինտեգրված Թուրքիայի հետ, որ նույնիսկ այս ինֆորմացիա ասեմ, որ դուք պատկերացնեք, Բայդենի վարչակազմի որոշ շրջանակներ արդեն տեղեկատվական արտահոսք են տալիս, որ իրանք ասում են, որ մենք ուզում ենք, որ մենք ճիշտ ուզում ենք, որ Հայաստանը դուրս բերենք Ռուսաստանի ազդեցությունից, բայց մենք ուզում ենք, որ Հայաստանը ավելի շուտ ամերիկյան ազդեցության տակ լիներ, մենք էլ ուզում ենք, որ Հայաստանում ավելի ուժեղացնենք մեր ազդեցությունը, որպեսզի մենք լծակ ունենանք Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա, բայց Նիկոլ Փաշինյանը մերժում էր դա, Նիկոլ ասում էր, ինձ ավելի կարևոր է Թուրքիան, քան որտեղ այդ թուղթը, որ Ալիևը պետք է տա, ավելի շատ կախված է Էրդողանից, ոչ թե ամերիկացիներից։ Սա շատ կարևոր հանգամանք, որ մենք պետք է հասկանանք։ Վերջին թեզերը իր ոչ թե արևմտամետ ուժ է, դա թուրքամետ քաղաքական ուժ է, թուրքամետ իշխանություն է, որը ըստ էության մի նպատակ ունի՝ վերարտադրվել ցանկացած գնով, որպեսզի ժողովրդին հերթական անգամ կարողանան խաբել այդ իբր թե խաղաղության բերելով որ բանանը։ Հիմա դրա համար ի՞նչ է պետք։ Արամ Սարգսյանները մի հատ արփի բաներ, Արամ Սարգսյանները հայտարարում են, որ մինիմում հետ գցես բանը Թուրանի ծրագիրը Նիկոլը 100 տարով, որ Թուրքիայի այդ բանի հետ այս հարաբերությունները կհաստատի, մի հատ այս անճորնի երևույթները, էլի։ Էս սա ով է, արփի էս ով է։ Անի Խաչատրյան։ Տեսեք, ես անձերի անունը չեմ ուզում տամ։ Իմ համար դրանք։ Չէ, մարդը կոնկրետ առավոտից իրիկուն հանրային հերոստանգերությունով, այն որ մեր հարկերի հաշվին կա, առավոտը նայա, իրիկունը նայա, առավոտը նայա, առից բունի մաստով աշխատում են Թուրքիայի ազդեցության գործակալի կարգավիճակով։ Բա ասում է հոկտեմբերի 27-ը ես իմ ով է արել։ Ուրեմն ես մի բան ասեմ, Փաշինյանի իշխանություն զրկելուց հետո Հայաստանում վերաբացվել են մի շարք գործեր։ Թուրքական գործակալների գործեր են բացվելու մեր ժողովուրդը առնվազն գոնե մեր վերնախավը իմանալու է թե ինչ է կատարվել հոկտեմբերի 27-ին 99 թվականի եթե ոչ հրապարակային ժողովրդի համար, որտեղ այդ բացահայտումը կարող է պատահի ցնցի տարածաշրջանը եւ ըստ էության կարող է պատահի մեր համար այդքան էլ նպատակահարմար չլինի, բայց առնվազն մեր Հայաստանի ակտիվ քաղաքական վերնախավը լիարժեք պատկերացնելու թե ինչ է կատարվել հոկտեմբերի 27-ին եւ որից հետո մարդիկ ուղղակի շոկ են ապրելու այս Արամ Զավենիչների եւ նմանների։ Բայց այս Արամ Զավենիչը պատրաստվեց, բանը պատրաստ էր վարչապետի աթոռին նստեց, դրանից հետո ամենառուսամետ հայտարարություններն, չէ, հայտարարությունները արել։ Ոնց գայես, այսօր մեր ամենաբան դաշնակցից եմ ամենահզոր արշավը սա է անում։ Առավոտից գիշեր ասենք Ռուսաստանի դեմ եւ ասում է թուրքերը ճիշտ են, թուրքերի առեջ տեսեք ինչ են անում։ Բանի ծրագիրը հրաշալի է, Թրամփի ծրագիրը հրաշալի է, թուրանական ծրագիրը չկա։ 100, այսինքն ամենահակահայ հայտարարություններն ան մեզ պիղծը Օրը 40 ժամ անայինի եթերում։ Հիշեք, ուրեմն Գարեգին Միրզոյի խոսքերը, Այն տականքը, հա, ազգի։ Տականքը, եթե օլիմպիական մրցույթների մասնակցի համաշխարհային տականքների մեջ ինքը կստանա օլիմպիական։ Բայց հիշեցնենք թե ինչ էր ասել, էլի ռուսների, ինեպաս ռուսների բանը։ Հոկեբանների վերլուծության խնդիր է։ Չէ, հոկեբան չէ, սա կոնկրետ բանա, գործ անում, հայ ժողովրդի դեմ քարոզան է տանում։ Հետ Փաշինյանական Հայաստանում ամեն ինչ իր տեղն է անվելու։ Բոլորը իր համար պատասխաններ են տալու։ Դե հարց է, կարող ասեն հետ բան Նիկոլական Հայաստան կարող է ընդհանրապես չլինել։ Չէ։ Ինչի՞ չէ, ինչա չէ։ Դուք կմտածեիք, որ ասենք 2 միլիոնանոց այդ բանը հատվածը գազայի կբռնենք, բնաջնջեն ու ցեղասպանեն ու ժամանակ տան ասեն մա դուրս եկեք։ Կպատկերացնեիք այս աշխարհում այդպիսի բան։ Պատասխանը դրա համար ասում տեսեք։ Կամ կպատկերացնեիք ժամ կտան Արցախը կասեն մի հատ արագացրեք դատարկի, կպատկերացնեիք։ Շատ հարց եք տալիս։ Հիմա դրա համար տեսեք ինչ եմ ասում։ Տեսեք, Գազայի ցեղասպանության համար, որպեսզի ցեղասպանությունը կանխվեր, պետք էր համարժեք ուժ, չէ՞։ Այդ համարժեք ուժը
պոտենցիալ չկա, դա համար ցեղասպանությունը կատարվում է։ Եթե լիներ բալանս Իսրայելին, այդ ցեղասպանությունը Մենք էլ չունենք, մեր բալանսը որն է։ Ինչա թողել սա։ Ինչա թողել սա։ Եթե մենք բալանս չունենայինք, հիմա մենք ստեղ չենք նստի եւ Քաթարի հերոստանգերությամբ էլ բանը դրած ինչ էր դրանց այդ ալիքով ամբողջ օրը ամեն ինչ նստած քնը մեջ շիշ կան, այնտեղ քննարկում են, այնտեղ նստած իր բանին լրագրողին լրատվամիջոցից մոխրացնում է Իսրայելը վարկյանի տակ։ Մի հատ է Քաթարի վրա ուղղությամբ հարձակվում է։ Մենք ընդհանրապես լրագրողները, քաղաքական վերլուծաբանները եւ քաղաքական գործիչները պետք է մարդկանց ոչ թե հույս, մարդկանց պետք է ինստիտուցիոնալ մտածողությամբ ներկայացնենք։ Ինչու՞։ Որովհետեւ եթե մենք չունենանք բալանս, Հայաստանի Հանրապետությունը օրերի ընթացքում չի լինի։ Ինչու այդ բալանսը կա։ Որովհետեւ Հայաստանը քանի դեռ ՀԱՊԿ-ի անդամ է, Հայաստանը քանի դեռ ՀԱՏՄ-ի անդամ է, Հայաստանը քանի դեռ շահկապած է մի քանի դեռ ռուսական բազան կա, բա հերթով քանդում է, հերթով քանդում է, չէ՞, տեսնում ոնց է քանդում։ Դա համար մեր ժողովրդին պետք է բացատրել, որ հետեւալը, որ ոչ թե ասել, որ սենց շատ լավ է, մի հատ ճիշտ բացատրեք, հիմա կա, քանի որ ինչ կա, մի հատ նորից ասեք։ Այդ բալանսը կա դեռ, քանից այդ բալանսը կա։ Նորից ասեք ինչ կա, քանի մենք անդամ ենք։ Տեսեք, հիմա ինչ է Իսրայելը ուզում բանանի, այսպես ասած, չեզոքասի թուրքական գործոնը, որտեղ Թուրքիան Գազայի համար փորձում է այն ֆունկցիան կատարել, ինչպես որ Ռուսաստանը ուզում է կատարվել Հայաստանի համար։ Սա օբյեկտիվ իրականությունն է։ Բայց կատարում է որ պարոն Հոզան, այդ միայն այդ բան օթի մեջ հայտարարություններից եկող, բոլորը արդեն ժպտում են Էրդողանի այդ հայտարարությունների վրա։ Ես դրա համար հիմա ասում եմ հետեւյալը, կատարում է այնքանով, ինչքան որ կատարում է։ Այնց չի որ Թուրքիան չունի Գազայի այդ միջպետական պայմանագիր բան։ Ինքը զուտ բարոյական, այսպես ասած, բան ունի։ Հայաստանը Ռուսաստանը ունի ՀԱՏՄ-ի անդամը, ՀԱՊԿ-ի անդամը մի շարք պայմանագրեր ունի, որը թույլ չի տալիս, որ մենք դառնանք Գազա։ Դա շատ բարձ խնդիր է։ Մեր ժողովուրդը դա պետք է հասկանա մինչև վերջ։ Եվ այդ իմաստով պետք չի ծայրագության մեջ ընդնել, որ մենք արդեն վերանալու ենք կամ այդ մի ծայրագություն է։ Մեկ ուրիշ ծայրագությունն է, որ մենք հանգիստ չկա, մենք խնդրեմ չունենք եւ այլն։ Երկու ծայրագություններ վատ են։ Մենք մարդկանց պետք է ռացիոնալ մտածողության առանց դիմադրության, պարոն Բոզյան, մենք տեսնում ենք, որ այդ սյուները Նիկոլը շատ սահուն կերպով կտրելով գնում է, հաջորդը բազան է, հետո ՀԱՏՄ-ն է, հետո ՀԱՊԿ-ն է, բա դրա համար ինչ անում, դիր դրա նկարը, այս կենթանիներին նստացնում է, ասում է հակառուսական, 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 թուրքամետ, գլուխները մարդկանց մտցնում է, այս կենթանիներն են նստած առավոտ ու գիշեր դրանով են զբաղված։ Դրա համար պետք է հակառակ աշխատանքը տարվի եւ քաղաքական դաշտում, եւ լրագրողական դաշտում, եւ փորձագիտական Ինչ է, հիմա ես ասում եմ բացատրեք, այս մարդը ազդեցությունն է, այս մարդը առավոտ ու գիշեր մեր փողերով սնվող հանրային հեռուստաընկերությամբ թուրքական քարոզ է տանում։ Անժելա ջան, իրականությունը էտա հիմա իրականություն դու պետք է դրան պատասխանը հետեւյալն է։ Մենք պետք է Բա պատասխանեք, սա դեմքը բացեք, ով է, ինչ է անում սա։ Ես իմաստ չունի, որտեղ դրանք իմաստ չունի, մարդը հետևորդ ունի, որտեղ ասում է Ռուսաստանը մեր դժբախտությունն է, Պուտինը Արցախը, շատ կոնկրետ կանգնած է Պուտինը Արցախը ծախել է։ Հետևորդ չունի, իր թիմը բանում է, ավականիում խայտարակ մակարդակի կցորդի դեր է կատարում։ Մասնակցել է բոլոր թանկացումների վրա, ինչ հետևորդի մասն է։ Դու որ ասում ես հետևորդ ունի, բացարձակինքը ոչ մի հետևորդ չունի։ Ի վերջո անալիզներ կան, բաներ կան։ Իրան ուղղակի ճանաչողությունը բարձր է, որտեղ Վազգեն Սարգսյանի եղբայրն է։ Բայց ամենասարսափելին այն է, որ ինքը աշխատելով որպես Վազգեն Սարգսյանի եղբայր, Վազգեն Սարգսյանի բոլոր քաղաքական ուղենիշները բաները թաղել է գերեզմանա տարել։ Եվ այս մարդու անբարոյականության չափանիշները սահմաններ չունի, որտեղ օգտագործելով իր եղբոր ամբողջ արժեքներն ու նպատակները ինքը ճիշտ 170 աստիճան քաղաքականություն տալու եւ ինքը ցույց է տալիս թե ինչպես պետք է լինել անբարոյական գործիչ։ Սա հիմա դրա համար իմաստ չունի սրա մասին խոսալ, որտեղ այս տիպի մարդիկ շատ են։ Այս տիպի մարդիկ կան, քանի դեռ կան երկրներ, որոնք շահագրգռված են այդպիսի մարդիկ տիրաժավորեն, բայց դա չի նշանակում որ մեր ժողովուրդը այս մարդկանց ինչ որ վարկանիշ ունի, չկա այդպիսի բան, չկա այդպիսի բան։ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 15-17%-ից ավել չկա։ Եվ գիտեք, չէ, բոլոր առումներով անբարոյական։ Ստեփան Սամվելյանի դեմ սադիստական մարդը 3 ինֆարկտ է տարել։ Այսպես մամերձ վիճակում հազիվ բերում են դատարան։ Ընկած sense գնում այս իրանց բանդայով բան։ Դե ինչ եմ ասում, որովհետև հիշում եք, չէ՞, բանդան, թաղապետին հիշում եք, որ ուղիղ եթերում է։ Բա ինչ ասես, եթե մարդը ուղիղ եթերում 10 հոգով հարձակվում են մեկի վրա, դա բանդա, դա ես չգիտեմ ուրիշ բառով ինչ ասես։ Այս մարդիկ այսինքն բարոյական, այս մարդիկ համապատասխան կենթանու ներկայացուցիչները։ Բոլոր բարոյական կարմիր գծերը անցել են, իրանք հետդարձի ճանապարհ չունեն։ Իրանք հասկանում են, որ իրանց գոյությունը Հայաստանում կամ Թուրքիայի Թուրքիայով, այո։ Իրանք դա շատ լավ հասկանում են։ Հիմա եկեք մոռանանք իրանց մասին
Հիմա սկսենք մտածել։ Դեմքը բարձր նաև։ Եկեղեցու հետ կապված դուք խոսեցիք ինչու է այս հարցակումը հատկապես երկու սրբազանները եւ շատ ավելի կոնկրետ սա աբսուրդի բանն է 4 տարի ասած խոսքերը դատախազությունը ուսումնասիրում է արդարացնում է ոչ մի բան չի տեսնում հետո նորից կենտրոնանում են Միքայել Սրբազանի վրա ասեցի որովհետեւ նորից եմ կրկնում շատ པարզ որովհետեւ Էրդողանի պանջը դրած է Էրդողանն ասում է դու ուզում ես թուղթ Ալիևից դու իմ պանջները պետք է կատարես պանջներից մեկը դու պետք է ոչնչացնես հայ առաքելական եկեղեցին իր հայկական Վատիկանի կարգավիճակը պետք է փոխես որպեսզի եկեղեցին վերանալով սփյուռքը կվերանա, ցեղասպանության պահանջը կվերանա եւ ընդհանրապես Հայաստանի բան ինքնաիդենտիֆիկացիայի խնդիրները եթե մենք վերացնենք, ապա մենք կլուծենք մեր խնդիրները։ Հիմա այդ խնդիրը ստեղ գիտեք ինչ շատ խեք պետք չի հասկանալու համար։ Ստեղ այլ բան, ով որ ասում է, այդ մարդը իդիոտ է, ես ուրիշ բան չեմ կարող ասեմ։ Ստեղ པարզ խնդիր կա, այս մարդը փորձում է լուծել Էրդողանի պահանջը, որպեսզի ստանա Ալիևից այդ թուղթը։ Սենց բան Ալիևն ասում է ուտրում деньги, вечером стулья։ Ինքը ասում է առավոտյան փողը կտաս, երեկոյան քեզ աթոռները կտամ։ Այն հիշում եք հայտնի կինոյի մեջ։ Հիմա Փաշինյանը փորձում է լուծել բոլոր Էրդողանի պահանջները մեկ առ մեկ։ Այդ Մասիսարի խնդիրը, վաղը մյուսները դուք կարող եք տեսնեք Մասիսարի չգիտեմ որտեղ տեղերից, այն մյուսները կարող ասեն որ Արաբկիրի բանը շրջանը պետքա վերափոխենք անվանը դնենք, ասենք չգիտեմ ուրիշ բան։ Խալբերտի բան չի մնալու տակը։ Որտեղ նույնպես եմ կրկնում, այս մարդը եթե մնա իշխանության Հայաստան չի նելու, սա քաղաքական խնդիր չի, սա փիլիսոփայական խնդիր չի, սա էթիկական խնդիր չի, սա ազգային փրկության խնդիր է։ Այս մարդու գոյությունը դա մոտավորապես նման է այն բանի, որ Թուրքիան ամբողջովին նվացել Հայաստանը։ Մենք կանգնած ենք երկրորդ Սարդարապետի ճակատամարտի առաջ, պարզապես 21-րդ դարում դա մենք պետք է անենք քաղաքակիրթ ճանապարհով ընտրությունների միջոցով։ Մենք պետք է սովորենք ընտրությունների միջոցով փոխել այս իշխանությունը։ Եվ մենք եթե մենք կարողանանք այդ խնդիրները լուծենք, ուրեմն մենք որպես ազգ կվերանանք, մենք արդեն ամբողջ աշխարհով մենք խայտարակվել ենք, եթե կար իսպանական ամոթ հասկացությունը, արդեն կուլիսներում մտածա հայկական ամոթ հասկացողությունը, որովհետև երբ որ այս մարդը 7 տարի կարողացել է մնալ իշխանության, դա արդեն շատ փորձագետներ, դեռ փորձագետների մակարդակով արդեն տիրաժարովին արդեն հայկական ամոթ ձևակերպումը ինձ էլ է հասել։ Հայկական ամոթ չի, միայն չար, տականք աբիժնիկներն են մնացել իրա կողքին։ Չար, լավ լսեք, չար, տականք աբիժնիկ։ Ով որ հոգու խորքում դեր պաշտպանում է։ Ուրիշ բան չկա այստեղ, ուրիշ պատասխան չկա։ Ես դրա համար եմ ասում, ընդհանրապես հիմա երկու խնդիր պետք է լուծենք։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հետ Փաշինյանական Հայաստանում վրեժ խնդրությունը դոմինանտային դեր չկատարի, որովհետև իսկապես այս մարդու չարագործությունը բայց դուք տեսեք մի հատ Հովիկ Աղազարյանի կերպարը էլի մի հատ հլդրանկարը եթե կա դրեք այս բաները ես ասեմ ընդդիմության մեջ գուցե դուք էլ եք տես մտածում մեկ եկեք գրկպած քպից մեկը եկել է կերակ ստացակ հասկացաք որ հականի եթե 20 պարոն Բոզյան թույլ տվեք ավարտեմ եթե 21 թվականի եթե պատերազմից հետո Արցախը կորցնելուց հետո Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո այս ցեղասպանությունից հետո այս սովից հետո Սյունիքի տարածքները հանձնելուց հետո մարդը դեռ Նիկոլա պաշտպանում եւ այդ կամից հետո դուք մի հատ այսպես բան է էլի դեմագոգիա ասեմ չգիտեմ երեսպաշտություն ասեմ ինչ ասեմ գիտեք քպայականներ կա որ մենք պետք է իրանց հետ լավ լինենք տեսաք այս մարդը եկավ պահը ցույց տվեց որ ինքը նույն տականքն է Չհամարձակվեք ասեց իմ ներկայությամբ Նիկոլին բան ասել։ Տեսակ որ չկա այդպիսի բան։ Տեսեք, հիմա ես ինչ եմ ուզում ասել։ Գուցե ճանապարհ կա այն մարդկանց համար, ովքեր 18 թվականին, 19 թվականին, միջև պատերազմը 20 թվականին Նիկոլին դեմ են բանը, Նիկոլեն պաշտպանը, բայց եթե պատերազմից հետո Արցախ Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո, մեր Հայաստանի տարածքները հանձնելուց հետո, 4 պատերազմ բերելուց հետո, մարդը կանգնում Նիկոլա պաշտպանում եւ դուք էլ ակնկալում եք, մենք այդ քփականների տակից կխոսենք։ Հենա բանն էլ իբր թե պատիվ ունեմներ գործընթացը սկսե, դե չգիտեմ որտեղից է գտնելու այդ։ Անժելա, հիմա ես ինչ եմ ուզում ասեմ, ես նկատի ունեմ ոչ թե այդ մարդկանց, այլ նկատի ունեմ պետական ապարատում աշխատող մարդկանց։ Պետական ապարատը այնուամենայնիվ պետական ապարատ։ Չէ, դուք նաև այդ մարդկանց է, շատերը այդ մարդկանց են նկատի, դե ՔՊԱ-ականների հետ մենք հələ դեռ լեզու կգտնենք, լավ պահենք մեզ իրանց հետ։ Ես բան չեմ ասել, ես ուրիշ բան եմ ասում եմ հետեւյալ, ճիշտ հակառակ ասում եմ, պետական ապարատում մարդիկ որ աշխատում են, այդ մարդիկ պետք է չունենան մտավախություն, որ 2026 թվականից հետո կարող է պատահի առաջ գա ոչ անհաջող գործընթացներ։ Այդ մարդիկ պետք է երաշխիք ունենան, որ այդպիսի բան չի լինի։ Եվ դա շատ կարևոր է, որ մեր երկրում այնուամենայնիվ համերաշխությունն ու հանդուրժողականությունը որպես դոմինանտային գաղափար պահպանվի, որտեղ
մենք գիտենք, որ անհանդուրժողական մթնոլորտը կարող է բերի նոր մի հատ բաժանարարգծերի, որի արդյունքում մենք կարող ենք նոր կորուստներ ունենանք։ Հիշում եք 18 թվականին, որ այս մարտիկ եկան իշխանության, հայտարարեցին, որ մի հատ խմբակ կան, թե դրանց պետք է վերացնենք, մենք ամբողջ ժողովուրդն իրենց ասում են, մենք ենք ամբողջ ժողովուրդը։ Հիմա մենք երկրորդ անգամ նույն սխալը չկատարենք, դա շատ կարևոր մոմենտ է, շատ կարևոր։ Մենք պետք է կարողանանք այս ժողովրդին նորից համախմբենք, նույնիսկ մարդկանց, որ մոլորյալ վիճակի մեջ են, մարդկանց, որը խափնված վիճակի մեջ են, որտեղ պատկերացրեք, մարդիկ մենակ Հայաստանում չեն խափնվում։ Հիտլեր Գերմանիայի պես երկիրը, որ տվել է Բեթհովենին, Բախին, Մոցարտին, Հենդելին, Բրամսին, այդ ժողովրդին գերմանական նացիստական քարոզչական մեքենան Գեբելսի օգնությամբ մարդկանց արկեց կներեք անասուն։ Այդ ժողովուրդը կարճ ժամանակ ռոմանասուն, ընդ որում գազան անասուն դարձավ։ Համակենտրոնացված ճամբարներ սարք 6 միլիոն հրեա կոտորեց, միլիոնավոր ժողովուրդներ կոտորեց, 60 քանի միլիոն ժողովուրդ կոտորվեց երկրորդ համաշխարհային պատերազմում։ Ինչի համար, որ վերջնարդյունքում ինչ կատարվեց, Գերմանիան կորցրեց իր բնական Սիլեզիան կորցրեց, Քյոնիգսբերգը կորցրեց, ինչ ստացավ, ոչ մի բան։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, հիմա այս Գեբելսյան քարոզչական մեքենան դա եվրոպական պրոդուկտ է։ Եվրոպայում ածանվել է պրոդուկտը։ Այդ նույն Գեբելսյան քարոզչական մեքենան հիմա ամբողջ աշխարհում է աշխատում է։ Հասկանում եք, առաջ հրեաների դեմ էր աշխատում, հիմա աշխատում է ռուսների դեմ, հիմա աշխատում է իսլամական աշխարհի դեմ, հիմա աշխատում է տարբեր տիպի բաների դեմ։ Այդ ռուսաֆոբիան, իսլամաֆոբիան, ընդհանրապես, չգիտեմ, տարբեր տիպի այդ արժեքները։ Հիմա կամ նույն այս մի բան ասեմ ես, այս վերջերս որ բանը այդ Ռիչարդ Քիրքին որ սպանեցին, չէ՞, Միացյալ Նահանգներում։ Այդ ինչի արդյունք էր։ Այն Գեբելսյան քարոզչական մեքենայի, որոնք նույն աշխարհի գլոբալիստների քարոզչական մեքենաներ աշխատում, եւ որի աշխատում այդ երիտասարդ 22 տարեկան տղամարդը գնաց սպանեց այդ մարդուն, չէ՞։ Այդ մարդը ինչ էր քարոզում, այդ մարդը քարոզում էր համերաշխություն, ավանդական արժեքներ, որ մարդը պետքա մարդ մնա, չէ՞, եւ ըստ էության սա համաշխարհային երևույթ է։ Եվ այդ համաշխարհային երևույթի մեջ միլիոնավոր ժողովուրդներ դառել են կիսակապիկներ, ասենց ասեմ, ես ավելի կոպիտ ասեմ, հասկանում ես։ Հիմա այդ ցավոք սրտի այդ process-ը չի շրջանցել նաև Հայաստանը։ Հիմա Հայաստանում էլ կան մոլորված մարդիկ։ Շատ լավ, էջմիածի ընտրություններ, Արշապատի այդ հավանքի ընտրություններ, խնդրեմ։ Գիտեմ, որ ձեր ուժն էլ է մասնակցելու, Հայաստան դաշինքն էլ է մասնակցելու, այնտեղ Հայակվեն, Հայրենիք, շատ լավ է, էլի, դիմադիր տարբեր ուժեր մասնակցում են, շատ լավ է։ Էջմիածի ընտրություններում հաշվի առնելով Գյումրիի տխուր փորձը իշխանության համար, Փաշինյանը ինչ արեց, որպեսզի քանի որ Էջմիածում ձայն չունի, ինքը որոշեց Խոյի համայնքի 17 գյուղերը միացնի Էջմիածնին, որպեսզի այդ գյուղերի բնակիչների հաշվին կարողանա ձեները հավաքել եւ այսպես ասած քաղաքապետ ընտրելցնել տալ Էջմիածին Վաղարշապատ համայնքի համար։ Այս նպատակով իրենք այդ խնդիրը փորձում են լուծել։ Իհարկե, ի տարբերություն Գյումրի, իրանք լավ կազմակերպել են այդ ամեն ինչը։ Գյումրիում, քանի որ այդպիսի բան չկարողացան անեին, դրանք պարտվեցին։ Հսկայական կարելի ասել, որ վարչական ռեսուրսներ օգտագործեցին։ Այնքան ճիշտ ընտրական շարժ չեն կարող, բայց մինչև ընտրությունները այնքան մարդկանց բաներ էին բաժանել, սոցիալական բաներ էին բաժանել, էստի համեցեք, որ հնարավոր չէր ասել, էլի պարզապես։ Այն 17000 ձենից որ իրանք ստացել են, 90%-ը այ մարդկանց վարելիանք են բաժանել, փայտ են բաժանել, այդպես բաներ ա եղել։ Այս իշխանությունը այլևս ոչ մի արժեք չի մնացել։ Այս իշխանության բայց տեսեք ինչ խորամանկ, նախ շատ լավ է որ ընդդիմությունը այսպես շատ բան մտել է, ինչ խորամանկ բան են արել, այդ մեկ ճիշտ ասեցիք, եւ երկրորդ ուրեմն երկու տեխնացուն են, այն տեխնացուներից մեկը հայրը ազատամարտիկ եղե, բավականին այսպես մեծ անուն ունի, վաստակ ունի եւ այլն, բայց եւ շատերն ասում են նրա որդին է, ուրեմն հենց այն հանգամանքը որ իր հոր ազատագրած տարածքը այս սրիկաները հանձնել են եւ դու համագործակցում ես, ինչ ազգանունը Դանելյան, Մեխակյան, դու արդեն իսկ հանգիստ կարող ես անբարոյականի անունով շրջել, որտեվ դու ուժ ես տալիս, դու օգնում ես, որ այն մարդիկ, որ ծախել են Արցախը, հանձնել են Արցախը եւ հիմա էլ այսպիսի անբարո հայտարարություններ են անում, պատրաստ են գնալ մեր թշնամու հետ, իրանց արևին այսպես կեղծ խաղաղության եւ թշնամուն բերել այլևս Հայաստան եւ Հայաստանի գլխին է այդ ամեն ինչը, ուրեմն դու անբարոյական ես եւ դու պղծում ես, թքում ես քո հոր Մեխակյանի հիշատակի վրա, լավ ես լսում։ Ուրեմն միջև ընտրություն ես սա ամեն օր քեզ ասել եմ, ստիպել եմ որ բոլորը ասեն, որտեվ
Նաև մենք խոսում էինք պարոն Բոզյանի հետ, որ շատ կարևոր է բարոյական հարթությունը այս հարցի։ Ով ես դու, եթե դու հիմա լավ տղա ես խաղում, լավ տղայի բանը մարդու իբր թե ես ինչ արժանի զավակ, դու թշնամուն ձերքի տված գնում ես թշնամական ուժը, որ հաղթի, Մեխակյան ես, չգիտեմ ինչ ես, գնացել ես ԿՊ-ով, հիմա էլ կապիկություններ պետք է անեք, դու իբր թե լավ տղա։ Ինչ երկիր Արցախ Ադրբեջանի կազմում ճանաչող տղա ջան դու թքել ես քո նկարի եւ հիշատակի վրա Մեխակյան ես չգիտեմ չէ՞ որ ճանաչում ուղղակի իմանալը որ հայր ով է ինչի մասին է խոսքը սա բանը այսպես է եթե մարդը իր հոր հիշատակը փաստորեն ուրանում այսինքն ուրացել է տարբերություն Արամ Զավենիսյան ինչ տարբերություն այս մարդուն երկրորդ այսքան բան այսինքն մարդու անձնական արժանինքների մասին խոսելը կներեք լավ տղան դա փեշակ չի հարգելի ժողովուրդ լավ տղան կարաս լինի գիտեք ինչ դա պետք է դուք ճիշտ նորմալ համակարգ ունենաս նորմալ համակարգի մեջ նորմալ կադրեր որ մտցնես նորմալ կաշխատեն ամենալավագույն եթե դու հիմա վատ համակարգի մեջ բերես Նոբելյան մրցանակի դափնեկիրներին իրանք պրոբալ կտան երկիրը եւ ճիշտ հակառակը դե ճիշտ համակարգ ես դնում նոր տեսեք Միացյալ Նահանգների ժողովրդի մակարդակը անքներով ավելի ցածրական եվրոպական ժողովուրդների ել չասեմ նախկին խորհրդային միության ժողովուրդների բայց իրանք ամենահզոր համակարգն է որովհետեւ լավ համակարգ է իրանք հզոր համակարգ ունեն դա համար իրանք համաշխարհային գերտերություն են հիմա երբ որ դու փաստացի իբր թե լավ տղայի Չնայած խիստ կասկածել է լավ տղա, եթե հորը հիշատակը մարդը ուրանում է, քաղաքական իմաստով է ուրանում, ինչ լավ տղայի մասին է խոսքը։ Այդ մարդը ուրացել է իր հորը, ինքը ոնց կարա համագործակցի մի իշխանության հետ, որը ըստ էության կատարում է թուրքական պահանջները, Թուրքիայի ազդեցության տակ իշխանությունն է։ Թուրքիայի ազդեցության տակ իշխանության հետ ոնց կարելի է համագործակցել մի մարդ, որի հայրը կռվել է Ղարաբաղյան պատերազմում։ Չէ, համագործակցից մեկը որ հարձակվել է Սա արդեն բարոյական կարմիր գծի Այո, արդեն դու անբարոյական ես Մեխակյան, դրան ի՞նչ է այդ մարդիկ կա բարոյական խնդիր տան ընտրել Ի՞նչ է դրան այդ Մեխակյանի Ես այդ մարդուն չեմ էլ ճանաչում, չգիտեմ։ Բա մյուս կողմից հարձակումը եկեղեցու վրա, դու չես տեսնում ինչ է կատարվում քո քաղաքում, որ դու պաշտպանում ես եւ լավ տղայի անուն ունես։ Տեսեք, Մայր Հայաստանը Եվ մի ուրիշ տեխնացու են բերել, հիմա քանի որ իրենք Գյումրիում պարտվեցին, հիմա մի հատ ինչ-որ մեկին էլ բերել են դրսից, էլի ազդեցություն ունի, գումարներ ունի, բանես ԿՊ-ի հետ տակից լավ աջաբան անում, համագործակցում, բայց եկել է իբր մաքուր զուլալ տղա, հեսա կճշտեմ դրա անուն էլ կասեմ, որտեվ ես խոսել եմ իրենց հետ։ Ես ուղղակի այդ մարդկանց եմ դիմում, իմացեք, որ 26 թվականից հետո արդեն իրավիճակը որ փոխվի, դուք այլևս չեք կարող ասել, գիտեք ինչ Դե ես տղա եմ, լավ տղա եմ, եկել եմ, սենց եմ արել, դուք չեք կարող դες բան ասել։ Դուք այլևս հայրենիք չեք կարող ունենալ։ Ես ուղղակի այդ մարդկանց եմ ասում։ Դուք հայրենիք չեք կարող ունենալ։ Եթե պետական ապարատում աշխատող մարդիկ պարտադրված են աշխատում, իրանք պաշտոններն իրանք ի պաշտոն է պետք է աշխատեն։ Այն մարդը, որ իբր թե իրան համարում է գործարար, ինքը աշխատում է, բան, որ ունի ազատություն, հնարավորություն այս կամ այն քայլ կատարելու, ինքը այդ բարոյական իրանքը չի ունենալու ասել, գիտեք ինչ, ես այն ժամանակ չէի կարող ասես բանել Իմացեք, որ դուք ստեյցիան բարոյական պատասխանատվություն հայտնի գործարարի չեք կարողանալու Հայաստանում ապրել։ Մարդը հայտնի գործարարի որդի է, մենակ դրանով է հայտնի, որ հայտնի գործարարի որդի է, հանրապետականի հետ ակտիվ բան հարաբերություններ, Սերժ Սարգսյանի ընկերն է, հանրապետականն է, ամբողջ կյանքում աջակցել է այդ գործարարը հանրապետական, մեկը տեսնես որդին ջերմուկի բանը, ԿՊ-ից քաղաքապետի, չգիտեմ ինչի տեխնացու է, դնում ու անցնում է, ինչ ասես ես։ Հետո ինչա տեղի ունենում։ Մի րոպե, պարոն Բոզյան, ինչա տեղի ունենում։ Թուրքերը գալիս են որտեղ են հայտնվում ջերմուկի բարձունքի վրա ով է մեղավոր միայն Նիկոլը Իհարկե ոչ Իհարկե ոչ հետո չասեք այս մարդիկ ազնիվ են այս մարդիկ գործ չունեն Ես Փաշինյանի հետ համաձայն եմ ինքը մեղավոր է բայց ինքը միակ մեղավորը չի եւ միակ մեղավորը չէր կարա այս ամեն ինչը աներ այս ժողովուրդը բայց այս մարդը տեսեք ինչը հայտարարում ասում բանակը անվտանգության առումով տեսեք այս վաղաշապատում Մայր Հայաստանը վերցել է իր ամենածանր բեռը Այսինքն մենք փաստացի մեր տեխնացուն այդ խոյ գյուղերից մեկի նախկին գյուղապետն է եղել եւ մենք այդ խոյ համայնքում ենք ուզում իրան հաղթենք։ Այդ շատ կարեւոր խնդիր է, որտեղ ամենածանր գործը էջմիածնում հաղթելը հեշտ է, որտեղ էջմիածնում Նիկոլ Փաշինյանը ձեն չունի։ Այնտեղ այդ տեխնացուները որ էջմիածնում են աշխատելու իրանք հեշտ է։ Մայր Հայաստանը վերցել է ամենածանր ֆրոնտը այդ աշխատանքի եւ ես հպարտություն եմ զգում դրա համար, որ մենք ամենադժվար ֆրոնտն ենք վերցրել եւ մենք այդ դժվար ֆրոնտում հաղթանակ ենք տանելու եւ որ մեր ժողովուրդը տեսնի, որ այս մարդուն կարելի է հաղթել ամենածանր տեղում, որտեղ որ համարում է անհնարին այս մարդուն հաղթել։ Սա կարևոր խնդիր է շատ։
Եվ մենք մյուս ընդդիմադիր ուժերի հետ միասին իհարկե մենք իսկապես փորձելու ենք փոխենք նաև վաղաշապատում այդ իրավիճակը, ինչպես որ մենք արեցինք Գյումրիում, ինչպես որ հետագայում նախկինում արեցին Վանաձորում, բայց չկարողացան այդ բանը կյանքի կոչել, որտեղ այնտեղ այն ժամանակ դեռ Փաշինյանը դիրքերը ուժեղել եւ կարողացավ մարսել իր անօրինականությունները, բայց հիմա ժամանակները փոխվել են արդեն։ Շատ քիչ ժամանակ կա մնացել ընտրություններին եւ բոլորը հասկանում են ընտրություններին, որ մոտենում է, Փաշինյանի ձեռները դողում են արդեն։ Իր վիճակը արդեն, այսպես ասած, անորոշ է դառնում եւ բոլոր մարդիկ կանգնում են լուրջ ընտրության առաջ, որովհետեւ սա մենակ շարքային ընտրություն չի դառնում արդեն։ Շատ կարեւոր է այդ գործոնը հաշվի առնել։ Շատ լավ։ Եվ տեսեք, որ ազգային ժողովում ինչտեղ, հա, այս սա էլ հարցնեմ եւ ավարտենք։ Տեսեք, հայտարարում ասում է անվտանգության առումով ամենավերջին տեղն է բանակը, դրանից առաջ, այսինքն մարդը ցույց է տալիս, որ բանակի հարցերը պիտի լուծի, Նիկոլն է հայտարարել։ Սա նույնպես Էրդողանի պահանջն է։ Այնտեղից Ալենն ասում է 30 տարում, բանը դուք մենակ զոհեր, բան եք ուզում, նոր զոհեր եք ուզում, չգիտեմ, միջև իրանք են 4 պատերազմ բերել, ամենամեծ զոհերը միջև հիմա ամենտեղ է իմիջալոց, բանտում, քրեակատարողական հիմնարկներում, սահմանին, երկում, ամենտեղ զոհերը, ու այսքան անբարոյական։ 5000 զոհ են տվել, Արցախը կորցրել են, հիմա մեծ կարող են խոսել։ Ալիևն է կանգնում ասում է ինչ որ վերցրել է կմոռանաք վերադարձվածին, այսինքն մոռացիք Հայաստանի Հանրապետության այդ 1040 կիլոմետրի մասին էլ կմոռանաք։ Մեծ փրթում ասում է մենք սա ենք բերել։ Ցանկացած Փաշինյանի խոսք դուք շահկապեք այն բանը, թե ինչա պահանջում Էրդողանը։ Իմացեք, որ Փաշինյանը որ խոսում է, դա անուղղակիորեն խոսում է Էրդողանը պարզապես Փաշինյանի դեմքով։ Փաշինյանը դիմանկար։ Շատ լավ, եւ այսինքն որ ինքը ասում է Հայաստանին բանակ պետք չի, դա նշանակում է Էրդողանն ասում Հայաստանին բանակ պետք չի։ Հասկանում եք, սա շատ կարևոր խնդիր է։ Այլ խնդիր է, որ մենք հետ Փաշինյանական Հայաստանում մենք ամեն ինչ անելու ենք, որ նախ ուժեղացնենք պրոֆեսիոնալ բանակի գործոնը, որտեղ հիմա համաշխարհային այս իրադարձությունները, որ բանակի ոչ թե քանակն է կարևոր, այլ որակը, եւ ռուսական եւ ուկրաինական բանակների այս ամբողջ փորձը մի հատ հսկայական մի հատ փորձադաշտ է իրանից ներկայացնում եւ ռազմական բոլոր փորձագետները եկել են եզրակացության, որ իսկապես պրոֆեսիոնալ բանակի բաղադրիչը շատ կարևոր է, շատ կարևոր է։ Իհարկե բանակում պետք է ծառայեն բոլոր դա միանշանակ է։ Նախ սկսենք այն բանից, որ Մայր Հայաստանի իր ծրագրի մեջ մխելու է այն գաղափարը, որ 18 տարեկան երեխաները, որոնք գնալու են բանակ, իրանք պարտադիր պետք է ծառայեն ոչ սահմանի վրա, այսինքն իրանք պետք է ծառայեն ավելի այն տեղերում, որտեղ որևէ վտանգ չկա, որովհետև մենք մի հատ սկզբունք ունենք 18 տարեկան երեխան որևէ պարագայում պետք է վտանգի տակ չհայտնվի, որովհետև 18 տարեկան երեխան դեռ սերունդ չի տվել եւ եթե Աստվածչյանի 18 տարեկան երեխան զոհվում է, ապա մենք կորցնում ենք մի հատ պոտենցիալ սերունդ։ Այլ բանա որ 40 տարեկան ազում, իհարկե չեմ ուզում զոհերի տարբերություն տամ, բայց 40 տարեկանը որ արդեն սերունդ տվել է զոհվում է, դա մենք մի կորուստ ենք ունենում, 18 տարեկանի պարագայում մենք դվայնոյ կորուստ ենք ունենում, դրա համար մեր ծրագրի մեջ ֆունդամենտալ պետք է լինի հետևյալը 18 տարեկանները պետք է լինեն ավելի այլ տեղերում, որտեղ որևէ ռիսկ չկա, եւ մենք պետք է մեծացնենք պրոֆեսիոնալ բանակի գործոնը, իսկ հետագայում մենք պետք է Հայաստանում ունենալ ուժեղագույն բանակներից մեկը։ Հայ ժողովուրդը 3 միլիոն ապրում, բայց մենք 9 միլիոնից ամբողջ հայություն ունենք։ 9 միլիոն, 30 միլիոնի մասին է խոսքը, 9 միլիոն։ Եկեք հիմա գիտեք, տեսեք, ֆանտազիաների մեջ չենք հայտնել։ Ես ուզում ասեմ հետեւյալը, ուրեմն տարբեր գնահատականներով մինչև կես տրիլիոն համախառն ներքին արդյունք, համախառն ներքին հարստությունն է ամբողջ հայությունը, եւ մենք այն կարծիքն ենք, որ Հայաստանը կարող է դառնա այն մագնիսը, որ ամբողջ հայությունը կոնսոլիդացվի իր շուրջ, եւ Հայաստանում պետք է աղքատ մարդ չլինի, ինչպես որ Իսրայելում չկա աղքատ մարդ, Հայաստանը ունի այդ հնարավորությունը այնպեսի համակարգ ձևավորի, որպեսզի Հայաստանում այլևս աղքատ մարդ չլինի, ամոթ է, որ մեր մոտ միջին բանը մինիմալ սպառողական զամբյուղը 82000 դրամ է, իսկ մինիմալ աշխատավարձը 75000, թոշակը 36000, դա ամոթ է, սա այս տիպի պետություն ունենալը դա խայտարակություն է, սա ես բան չեմ կարող։ Եվ ռեպլիկի կարգով դուք տեսակ որ ազգային ժողովում ինչ տեղի ունեցավ, երբ որ պատգամավոր Թագուհի Թովմասյանն առաջարկեց, որտեվ ինչ որ միջանցքում ինչ որ բաներ տեղի ունեցել, որ գերների մասին այսպես խոսել են, առաջարկել էր, որ տեստ անցկացնեն Արթուր Հովհաննիսյանի թմրադեղերի հետ կապված, կիրառել է թե ոչ, ինքը, չգիտեմ, բոլոր բաները խառնելով ասել էր դե դեպքում ես էլ առաջարկում եմ սեռավարակի, չգիտեմ ինչ, այնցի այլանդակությունա դուրս էր, որ անհարմար եմ զգում
դա կրկնել ուր ենք հասել եւ ինչ Մանասը, եւ դա ինչ-որ- մարսում է մարդը մնաց հետո դրանից հետո մի հատ էլ բրիֆինգ է տալիս ու լկտի Դուք ինչ-որ այլ բան եք սպասում այդ անձնավորությունից։ Այդ անձնավորության ելույթները լսեք թե ինքը ինչի մասն է խոսում։ Այդ անձնավորության ելույթները ինքը բոլոր կարմիր գծերը անցնող հայտարարություններով հանդես գալիս։ Դուք մտածում եք, որ ինքը, եթե ինքը մի ամբողջ ազգ է վիրավորում, կնոջը չի կարող վիրավորի։ Իսկ ինչ զարմանալի բան եք ասում։ Ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք մինչև հիմա։ Ես անկեղծ եմ ասում։ Շնորհակալություն։